Ես իհարկե ելույթ պետք է չունենայի, բայց ստիպված եմ արձագանքել պարոն Դանելյանին եւ կփորձեմ ձեր շատ էմոցիոնալ ելույթին այդքան էմոցիոնալ չարձագանքել, բայց չեմ խոստանում, որ կեսից չեմ փոխի որոշումս։ Պարոն Դանելյան, որ խոսում եք ազգային պառակտումից, խոսում եք մարդկանց թիրախավորելուց։ Գեղամ Մանուկյանին ճանաչում եք, պարոն Դանելյան։ Ճանաչում եք։ Ճանաչում եք Գեղամ Մանուկյանին։ Ճանաչում եք։ Ճանաչում եք։ Տեսել եք, որ Գեղամ Մանուկյանը Facebook-ում հրապարակային քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողներին եւ աջակիցներին, պարոն Դանելյան, տեսել եք, որ Գեղամ Մանուկյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակիցներին 680,000 ընտրողներին սեռական բնույթի հայհոյանք է տվել ժամանակին։ Դուք դա տեսել եք։ Չեք տեսել, թե հիմա ձեւ եք անում, թե չեք տեսել։ Զարմանալի է։ Դե իմացեք, որ Գեղամ Մանուկյանը սեռական բնույթի հայտարարություն է արել, սեռական բնույթի վիրավորանք է հնչեցրել դեռ տարիներ առաջ։ Քաղաքացիական պայմանագրի 680,000 ընտրողներին։ Հիմա ես առաջարկում եմ նախ գնալ եւ ծանոթանալ սկրինշոթը կա այդ հայտարարությանը, հետո գնալ եւ ձեր ընկերոջը, ընկեր Գեղամին բարոյախրատարական դասեր տալ, բացատրել, որ չի կարելի թիրախավորել մարդկանց առավել եւս սեռական բնույթի հայտարարություններ անել։ Լավ կլինի, որ Գեղամ Մանուկյանի հետ խոսեք նույն տոնայնությամբ եւ նույն էմոցիաներով, ոնց որ խոսում եք հիմա այստեղ։ Հակառակ դեպքում, եթե ձեր բարոյախրատական ճառը միայն վերաբերում է ձեզ ու չի վերաբերում մյուսներին, դա պարզագույն երեսպաշտություն է, պարոն Դանելյան։ Դա շատ լավ, ես հիմա ձեզ կոնկրետ օրինակ եմ բերում։ Ես ակնկալում եմ, որ դուք Գեղամ Մանուկյանին գնաք ասեք Գեղամ, ընկեր Գեղամ, էս ինչ ես անում։ Դուք ես ո՞նց ես իրավունք վերապահում Հայաստանի 680,000 քաղաքացիների սեռական բնույթի հայհոյանք տաս։ Ու հետո իրավունք չունի, չէ՞ Գեղամ Մանուկյանը, ոչ ոք իրավունք չունի։ Դե խնդրում եմ, եթե իսկապես դուք բան չեք, Փարիսեցի չեք, պարոն Դանելյան, ես խնդրում եմ, որպեսզի դուք Գեղամ Մանուկյանին նույն այդ բարոյախրատարական տոնայնությամբ նրան մի հատ կարգի հրավիրեք իր ասացի համար եւ նաեւ առաջարկում եմ, որ դա նկարեք եւ այդ տեսանյութը հրապարակեք։ Հաջորդը։ Ասում եք մատ է թափ տալիս եւ այլն։ Գիտեք, ժողովրդավարական պետություններում, այո, պետության ղեկավարը կարող է շփվել իր քաղաքացիների հետ, կարող է բռնկվել բանավեճի մեջ, կարող է մի քիչ էլ էմոցիոնալ դառնալ, տաքանալ, հետո կարող է ներողություն խնդրել։ Դա ժողովրդավարության նվաճումն է, ինչը որ տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենում։ Բայց ժողովրդավարության նվաճումը չի, երբ որ օրինակ ղեկավարի, հանրապետության ղեկավարի անունը կրճատ ասելու համար մարդուն տանում են զուգարան ու այնքան են ծեծում, որ մահանում է, պարոն Դանելյան, գիտեք։ Ընդ որում այդ մարդը, որին այնքան են ծեծել, որ մահացել է, ձեր դաշնակցական գործընկերն է եղել, ձեր կուսակցականն է եղել, պարոն Դանելյան։ Այ դրա մասին է պետք խոսալ։ Այս երկու մշակութային կոդերի, ես տեսա, որ Ռոբերտ Քոչյանը ոդկասթի ժամանակ ասում է նա, ինքնության թե մշակութային կոդ չունի, վարչապետի մասին է խոսում։ Վարչապետի մասին խոսալով ասում մշակութային կոդ չունի կամ դաստիարակության կոդ չունի, ասում է մի մարդ, որի անունը կրճատ տալու համար նրա ախրանիկները մարդուն զուգարում այնքան են ծեծել, որ մահացել է։ Տիկին Խամոյանն ու Աննա Գրիգորյանն էլ նենց հիացական եւ լուռ են նայում այդ պահին։ Ասեք մի րոպե, շեֆ, հələ մի րոպե, բա քո կոդը որն է։ Բա քո բարոյական մշակութային կոդը որն է, բա Պողոս Պողոսյանին եւ ի վերջո ինչ պատահեց։ Որտես գալիս եք բարոյախրատական բան եք, ճառեր եք ասում ստեղ։ Ազգային պառակտումից եք խոսում, պարոն Դանելյան։ Դուք երկար ժամանակ դարձել եք բանի ձեր խմբակցությունը եւ ձեր քաղաքական ուժը Բագրատ Գալստանյանի բեք վոկալն եք դարել։ Ու ինչ ասում էր, կրկնում էիք, հետևից կրկնում էիք ու Բագրատ Գալստանյանը այսօր բանա դատվում է ահաբեկչության բանով։ Ահաբեկչության քեսով դատվում է։ Այդ ահաբեկչության ծրագրավորելը ազգային պառակտում չի կամ ազգին վնասել չի կամ պետությանը վնասել չի։ Թեթև ասենք ինչ որ մի հատ բաներ էլ եսա կանցնի կգնա, պարոն Դանելյան։ Դրա մասին ասելիք չունեք, երբ որ հա կարած գործ է։ Փաստորեն բոլոր գործերը Պողոս Պողոսյանի գործն էլ է կարած գործ, հոկտեմբերի 27-ն էլ էր կարած, մարտի 1-ն էլ էր կարած, բան չունեք ասելու դրա մասին։ Պարոն Դանելյան, որ ասում եք Ղարաբաղից բռնի տեղահանվածների մասին եք ասում։ Ես ձեզ ուղղակի հիշեցնում եմ, էլի։ Ղարաբաղի մասին եք ասում։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում դուք վերցրեցիք իշխանությունը, սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանին ընտրեցիք Ղարաբաղի նախագահ։ Դրանից ընդամենը 10 օր հետո ինչ տեղի ունեցավ։ Սկսվեցին ռազմական գործողություններ։ Իսկ դրանից ընդամենը
17 օր անց, սեպտեմբերի 26-ին, Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց Ղարաբաղը լուծարելու մասին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ, երբ որ Ղարաբաղում դուք վերցրել եք իշխանությունը, Ռոբերտ Քոչյանը շնորհավորում էր Սամվել Շահրամանյանին եւ ձեր քաղաքական թիմը հույս էր հայտնում, որ նույն բանը տեղի կունենա Հայաստանում։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Ղարաբաղում։ Սամվել ձեր իշխանություն վերցնելուց ընդամենը 17 օր անց Ղարաբաղը լուծարվեց։ Հիմա դուք եկել եք խոսում եք Ղարաբաղից տեղահանվածների մասին։ Դուք հասկանում եք ինչ եք արել։ Դուք մատաղ եք արել այդ մարդկանց։ Ես հիշում եմ, դուք այն ժամանակ մեզանից պահանջում եք, թե խիչ ենք մենք էվակուացնում այդ մարդկանց։ Մեզ մեղադրում էիք, թե մենք խիչ ենք էվակուացնում Ղարաբաղից Ղարաբաղի մեր հայրենակիցներին։ Հիմա, պարոն Դանիելյան, այդ թվում դուք ելնում եք ճեպազրույցներ եք տալիս։ Ասում եք մենք ունենք վերադարձի ծրագիր։ Բայց եթե վերադարձի ծրագիր ունեիք, այն ժամանակ խի էիք մեզ մեղադրում, որ իբր թե մենք չենք էվակուացնում իրենց Ղարաբաղից։ Կամ դուք ասում եք, պարոն Դանիելյան, էլի խոսում եք նրանց իրավունքների մասին եւ ճիշտ եք անում։ Բայց ես էլի չեմ հոգնելու կրկնել, պարոն Դանիելյան։ Չեմ հոգնելու կրկնել։ Մենք նախորդ տարի 220 միլիոն դոլար վարկ ենք վերցրել Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային կարիքները հոգալու համար։ Ձեր շեֆից Ռոբերտ Քոչյանից, պարոն Դանիելյան, դատախազությունը պահանջում է 200 միլիոն դոլարի թալան։ Համարյա այնքան փող է պահանջում թալանված, ինչքան որ մեր պետությունը վարկ է վերցրել Ղարաբաղից տեղահանվածների բնակարանի հարցը լուծելու համար։ Ես խնդրում եմ ձեզ, հաջորդ պոդքասթին ես առաջարկում եմ Տիկին Խամոյանի փոխարեն դուք գնաք մասնակցեք Աննա Գրիգորյանի հետ կամ հակառակը։ Եվ դուք հարց տաք, ասեք պարոն Քոչարյան, կլինի այդ 200 միլիոնից գոնե մի քանի միլիոնը տանք Ղարաբաղից տեղահանվածներին, որ գոնե խոսալու տեղ ունենանք։ Գոնե խոսալու տեղ ունենանք։ Եթե իհարկե ձեզ ընձեռնվի այդ պատիվը նստելու նրա հետ այդ պոդքասթի նույն սենյակում։ Չնայած ես կարծում եմ, որ դուք օրինակ եթե խոսեք ավելի հետաքրքիր բաներ կխոսեք, քան թե Ռոբերտ Քոչյանը։ Մի խոսքով, պարոն Դանիելյան, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, երբ որ գալիս եք եւ հատկապես հայրենասիրական ճառեր եք ասում, բարոյախրատական տեքստեր եք ասում, լավ կլինի, որ դուք ինքներդ արդեն այդպեսին լինեք։ Ինքներդ պետք է նախ եւ առաջ դառնաք այդպեսին, հետո կաք բոլորիս ուզեք դարձնել այդպեսին։ Այնպես որ եւ ես առաջարկում եմ այդ ինքներդ այդպեսին դառնալու աշխատանքը, ես որ ասում եմ ինքներդ նկատի ունեմ ձեր քաղաքական թիմին, որովհետեւ դուք այստեղ ձեր մասին չեք խոսում, դուք այստեղ քաղաքական հայտարարություն եք անում։ Դուք այդպեսին եք, շատ լավ։ Կարող եք Քոչարյանին էլ այդպեսին դարձնել։ Կարող եք սկսել կրծեր Քոչարյանից։ Ավակ Քոչարյանի հետ կապված ես լավատես չեմ, կրծեր Քոչարյանից գոնե սկսեք։ Այդ պոդքասթի մասին էլ մտածեք։